Հունվարի 1-ից մինչև օրս համընդհանուր հայտարարագիր լրացրած 27365 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 437 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ։ Այս մասին հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Մեկ մարդու կողմից հետ ստացած կրեդիտի միջին չափը 89000 դրամ է։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ծախսերը նախորդ տարի կազմել են 274,6 միլիարդ դրամ։ Միջոցների իրացումը կազմել է 94,9%, որի միջոցով իրականացվել է 21 ծրագիր 126 միջոցառմամբ։ Տվյալները ներկայացրել է ֆինանսների նախարարը։ Քաղաքաշինության կոմիտեի 2024 թվականի ծախսերը կազմել են 2,6 միլիարդ դրամ։ Այս մասին հայտնել է ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Միջոցների փաստացի իրացումը կազմել է ընդամենը 51%։ Սկզբում գերատեսչությունը նախատեսել է իրականացնել 1 ծրագիր 7 միջոցառումներով, սակայն հետո որոշվել է դրանց թիվը հասցնել 9-ի։ Իրան-Հայաստան բարձրավոլտ գծերի անցկացումն ավարտվել է 80%-ով, այս մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ Ենթակայանի շինարարությունը գտնվում է ակտիվ փուլում։ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային խստորեն դատապարտել է Միացյալ Նահանգների ֆինանսների նախարարության նոր պատժամիջոցները մի շարք ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ։ Բաղային հայտարարել է, որ Իրանի դեմ Միացյալ Նահանգների նոր պատժամիջոցները, որոնք սահմանվել են իրանցի ժողովրդի վրա առավելագույն ճնշման անմարդկային և ձախողված քաղաքականության շրջանակներում, ոչ միայն անօրինական են, խախտում են միջազգային իրավական սկզբունքներն ու նորմերը, այլև Ամերիկայի իշխող վարչակարգի խորն ու չդադարող թշնամանքի ևս մեկ վկայություն են։ Ռուսաստանի և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունը 2025 թվականի հունվար-մայիս ամիսներին կրճատվել է 8,2%-ով, հասնելով 88,8 միլիարդ դոլարի։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը նվազել էր դեռ նախորդ ամիսներին։ Չնայած 2024-ին այն աճեց մինչև ռեկորդային մակարդակի, սակայն աճի տեմպերը զգալիորեն դանդաղեցին Միացյալ Նահանգների կողմից ուժեղացող ճնշման հետևանքով։ Սիրիան նախկին նախագահ Բաշար Ասադի տապալումից հետո 6 ամսվա ընթացքում ներգրավել է գրեթե 16 միլիարդ դոլարի ներդրումներ և միջազգային օգնություն։ Համաշխարհային բանկի տվյալներով Սիրիայի համախառն ներքին արդյունքը 2011-ին կազմել է 67,5 միլիարդ դոլար, սակայն երկարատև հակամարտության և պատժամիջոցների հետևանքով Սիրիայի տնտեսությունը մինչև 2023 կրճատվել է 85%-ով, հասնելով ընդամենը 9 միլիարդ դոլարի։ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին Քաշմիրում բացել է աշխարհի ամենաբարձր երկաթուղային կամուրջը։ Այն կնպաստի տարածաշրջանում տրանսպորտային ենթակառուցվածքների և զբոսաշրջության ոլորտի զարգացմանը։ Կամուրջը կառուցված է Հիմալայների նախալեռներում Չինաբ գետի վրա, դրա բարձրությունը գետի հունից 359 մետր է։ Հայտարարագիր չլրացրած քաղաքացիները քրեական պատասխանատվության չեն ենթարկվի, ազատազրկումը միայն պաշտոնյաներին է։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանն իր խոսքում հորդորել էր վերջնական պատասխան ակնկալել համապատասխան մարմիններից։ Հանրապետությունում հարկ ՀՆԱ ցուցանիշի նվազում կա, պատճառը ներմուծման ծավալների անկումն ու տնտեսության կառուցվածքի փոփոխությունն է։ Ստվերի նվազման միտում չի նկատվել։ 24 թվականին մոտ 392 միլիարդ վերադարձ է տեղի ունեցել հարկ վճարողներին, որի մեջ մեծ մասը, նախ 81%-ով աճ, 29,3 միլիարդով աճ ունենք, մեծ մասը իհարկե այստեղ խոսքը հիպոթեքի տոկոսագնումների դիմաց եկամտային հարկի վերադարձի մասին է, որը աճել է 32%-ով կամ 16,6 միլիարդ դրամով։ Նախորդ տարի Հայաստանի մաքսային մարմինները հավաքագրել են մոտ 15%-ով պակաս հարկեր և տուրքեր, քան 2023-ին։ Ընդհանուր առմամբ 2024-ին հարկերի և տուրքերի գծով հավաքագրվել է 2 տրիլիոն 391 միլիարդ դրամ։ Նախորդ տարին է ամփոփում նաև էկոնոմիկայի նախարարը։ Գևորգ Պապոյանի ղեկավարած կառույցի ծախսերը 2024-ին կազմել են 72,4 միլիարդ դրամ։ Միջոցների իրացումը կազմել է
է 96.4%։ Ընդհանուր առմամբ գերատեսչությանը հատկացվել է մոտ 90 միլիարդ դրամ, որն ուղղվել է մի շարք ծրագրերի իրականացմանը։ Արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարություն, սա այն է, որ մենք մեր աջակցում ենք մեր տնտեսվարներին, դրսի էքսպոներին իրենք մասնակցեն, ծախսել ենք 557 միլիոն դրամ եւ արտահանման ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության նախասած միջոցառումների շրջանակում կազմակերպվել եւ իրականացվել է արտերկրում հայկական արտադրանքի վերաբերյալ գովազդի եւ հասարակական կարծիքի ձևավորման 3 միջոցառում, ապավել է մասնակցություն եւ կազմակերպվել է 10 գործարար համաժողովներ, ֆորումներ, ինչպես նաեւ համանման միջոցառումներ, ինչպես նաեւ օտարերկրյա պետություններում եւ Հայաստանում իրականացվել է 14 ցուցահանդես, սրանց մեծ մասը օտարերկրյա պետություններում են իրականացվել։ Սկզբնական շրջանում այդ ծրագրերը ներառել են 68 միջոցառում, սակայն էկոնոմիկայի նախարարությունը կարողացել է իրականացնել միայն 10 ծրագիր 63 միջոցառումով։ Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն 2025-ի հունվար-ապրիլ ամիսներին Հայաստանում արտադրվել է ավելի քան 3 միլիոն կիլովատ-ժամ էլեկտրաէներգիա։ Նախորդ տարվա համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 4.9%-ով։